Շարունակվում է առավոտ լուսան սիրելի հեռուստադիտողներ, քիչ առաջ խոսում էինք, որ ամառ է, շատերը պլանավորում են իրենց հանգիստը եւ հիանալի է, երբ կա նաեւ առիթ ու հնարավորություն հայրենիք վերադառնալու։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը միշտ ստեղծում է այդ առիթը մասնավորապես երիտասարդների համար այս դեպքում, որովհետեւ դեռ ընդունվում են հայտեր 2025 թվականին օգոստոսի 5-ից 7-ը կայանալիք ազգային երիտասարդական արդեն երկրորդ համաժողովի համար։ Իսկ ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին եւ այսպես Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդականներ Նելի Ղուլյանը եւ Արամ Ոսկանյանը։ Բարի լույս։ Որն է հիմնական նպատակը այդ երիտասարդական համաժողովի։ Եվս մեկ անգամ հիշեցնենք նպատակը գլխավոր։ Երևի թե գլխավոր նպատակը Սփյուռքում բնակվող երիտասարդ մեր հայրենակիցներին հնարավորություն ընձեռել առաջինը գալ Հայաստան եւ իհարկե իրենց ներուժը ներդնել Հայաստանի ամենատարբեր զարգացման ծրագրերում։ Սա ըստ էության մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում, որպեսզի Սփյուռքի երիտասարդները անմիջապես ծանոթանան Հայաստանին, հայրենիքին, հնարավորություն ունենալ Հայաստանում մասնակիցը լինել ամենատարբեր նախաձեռնությունների եւ գուցե հետագայում նաեւ ավելի նպատակային մասնակցություն ունենալ Հայաստանի ամենատարբեր բնակավարներում։ Սա հիանալի հնարավորություն է հենց երիտասարդների համար, բայց շատ երիտասարդներ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, 650 թվով երիտասարդ օգտվեց այդ հնարավորությունից եւ փորձենք ամփոփել ինչպես անցավ առաջին տարին, ինչ նոր հնարավորություններ տվեց թե մեզ համար, որպես հյուրընկալող կողմ, մեր հայրենակիցներին եւ թե երիտասարդների, որոնք եկան Հայաստան։ Առաջին համաժողովը, կարծում եմ, ինչպես գործընկերս նշեց, շատերի համար հնարավորություններ այցելել Հայաստան, շատերը ունենք մասնակիցներ Սփյուռքի տարբեր երկրներից, որ առաջին անգամ էին այցելում հենց համաժողովի մասնակցության նպատակով։ Այստեղ մի քանի նպատակ կա, ստեղծել կապ Սփյուռքի տարբեր համայնքների եւ Հայաստանի Հանրապետության միջև եւ երկրորդը իհարկե ստեղծել կապ նաեւ Սփյուռքի տարբեր համայնքների մեր երիտասարդների միջև, որը եւս շատ կարեւոր է։ 23 թվականի համաժողովի արդյունքում ստեղծվել են բազմաթիվ համագործակցություններ, թե միջհամայնքային, տարբեր ֆորմատներով, այսինքն ենթադրենք IT ոլորտի երիտասարդներ Գերմանիայից միավորվել էին Ռուսաստանի մեր երիտասարդների հետ եւ նաեւ համաժողովի ընթացքում ծանոթանալով եւ շփվելով նաեւ մեր կառավարության ներկայացուցիչների հետ իմացել էին հնարավորությունների մասին, ինչպես ստեղծել բիզնես այստեղ, ինչ տնտեսական հարմար միջավայր կա Հայաստանում եւ ընդհանուր շփումների արդյունքում նրանք արդեն համատեղ բիզնես հիմնեցին Հայաստանում։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, որովհետեւ 2023 թվականին հենց այդ IT ուղղվածությամբ էին շատ ունեինք մասնակիցներ եւ այսպիսի համագործակցություններ են ստեղծվել, ինչպես նաեւ տարատեսակ բարեգործական նախաձեռնություններ կրկին մեր Սփյուռքի ներկայացուցիչների կողմից Հայաստանում եւ իհարկե կարծում եմ ամենակարևորը դա շփումներ այստեղի նաեւ երիտասարդների հետ եւ ինտեգրումը Հայաստանի կյանքին։ Իսկ սա նշանակում է, որ ձեր սպասելիքները արդարացված են։ Նման օրինակները դա են ապացուցում։ Կարծում եմ այո, բայց մենք միշտ ձգտում ենք ավելի։ Ինչով է տարբերվելու այս համաժողովը 2023 թվականից։ Ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Առաջին թեմատիկ ուղղվածություններն են փոխվել, որովհետև այս տարի մենք խոսում ենք, մեր համաժողովը երրորդյա է, առաջին օրվա շրջանակում խոսում ենք ջանքերի համադրման մասին, խոսում ենք ազգային ինքնության մասին, խոսում ենք հայկական նարատիվների մասին, ոչ միայն խոսում ենք, այլ միասին ենք մշակում հայկական նարատիվները, որովհետև կարծում ենք այսօր կա պահանջ, որպեսզի եւ Սփյուռքը ավելի լավ ճանաչի Հայաստանը եւ Հայաստանն ավելի լավ ճանաչի Սփյուռքը եւ կարծում ենք դա բավականին հաջողված փորձ կլինի, եթե դա մենք փորձենք անել նաեւ նարատիվների մշակման եւ ձևավորման միջոցով։ Խոսելու ենք երիտասարդների ներուժի ներգրավման մասին Հայաստանում, խոսքը մասնագիտական ներուժի մասին է։ Սփյուռքում ունենք բազմաթիվ երիտասարդներ, որոնք ամենատարբեր բնակավարներում արդեն իսկ հաջողություններ են գրանցում եւ բազմաթիվ բարձրունքների հասնում եւ իրենց կողմից կա նաեւ այդ ձգտումը ունենալ սեփական ներդրումը Հայաստանում, ամենատարբեր բնակավարներում։ Խոսել ենք ներգրավման ճանապարհների, միջոցների եւ փորձել ենք մշակել ներգրավման
ամենատարբեր այսպես ուղիները, թեպետ Սփյուռքի գործերի գլխավոր հաստատակատարի գրասենյակը ունի երիտասարդների ներգրավման ամենատարբեր ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացվում են, բայց մշտապես նոր ծրագրեր իրականացնելու, մշակելու անհրաժեշտությունը բնականաբար կա։ Եվ երրորդ օրը մեզ մոտ նվիրված է կապերի հաստատմանն ու ընդլայնմանը եւ այդ ներգրավման ազդեցության առավել ընդլայնմանը։ Փորձելու ենք networking-ի, կապերի ընդլայնման հաստատման միջոցով աշխատել նաև այդ ուղղությամբ եւ օգնել, որպեսզի երիտասարդները նաև ունենան սեփական կարողությունների զարգացման հնարավորություն համաժողովի շրջանակներում։ Ձևաչափերը շատ են, workshop-ներից սկսած ավարտած կլոր սեղաններով, ամենատարբեր տեսակի քննարկումներով, ավանդական պանելային քննարկումները եւս բնականաբար տեղի կունենան, կանցկացվեն համաժողովի շրջանակներում։ Խոսենք նաև հայտերի ընդունման կարգից, որովհետև եռալեզու տարբերակով կարող են հայտերն ուղարկել եւ մինչեւ 35 տարեկան համարվում են երիտասարդներ, որ երկրներից կարող են եւ ինչպես պետք է կապվեն ու ինչպես են ընտրվելու այդ 800 երիտասարդներով եք ընտրում 800 երիտասարդների։ Դա ամենահաճախ տրվող հարցն է, ինչ չափանիշներով ենք ընտրում։ Սկզբից ներկայացնեմ, հայտերն ընդունվում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բոլոր սոցկայքերում տեղադրված հղումով կամ մեր կայքում diaspora.gov.am Դա հայտերի ներկայացման ձևաչափը իրենց ներկայացնում է ձևաթուղթ, որը լրացնում են եւ կան որոշակի հարցեր, որոնց մեջ են օրինակ որն է ձեր նպատակը մասնակցության, մասնագիտական որ ոլորտից եք դուք, ինչ background ունեք ներողություն օտար բառի համար եւ որոշակի այլ հարցերի պատասխանների գնահատման արդյունքում հասկանալով մասնակցի ցանկությունը, նպատակները, ինչ ներդրում նա կարող է ունենալ եւ վերջ-վերջո մեր համաժողովը ինչ ներդրում կարող է ունենալ մասնակցի կյանքում, այդ ամբողջի ամփոփման արդյունքում ընտրվում են հենց մասնակիցները։ Կարող են դիմել 18-ից 35 տարեկան հայերը Սփյուռքի բոլոր երկրներից, համայնքներից, այսինքն այստեղ ոչ մի սահմանափակում չկա եւ հակառակը մեզ որպես մեր ներքին թիմի, այսպես ասած, նպատակ մենք փորձում ենք այնպես անել, որ բոլոր այն համայնքները, հատկապես որոնք շատ ավելի քիչ ներգրավված են Հայաստանի կյանքում, քիչ են գալիս, օրինակ հեռու են քարտեզում դրա համար կամ այդքան մեծաթիվ չեն, որպեսզի մասնակցությունը լինի մաքսիմալ, այսպես ասած, դիվերսիֆիկացված եւ բոլոր մեր հայրենակիցները մասնակցեն։ Կարևոր հավելեմ պարզապես գործընկերոջից, որ կարևոր չափանիշներից մեկը հանդիսանում է նաև երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում, չէ՞ որ իրենք հետո պետք է շարունակեն համայնքում աշխատելը եւ նաև այն կարողությունները, որոնք այստեղ գուցե ձեռք կբերեն կամ այն տեղեկատվությունը, որը ձեռք կբերեն նաև համաժողովի շրջանակներում, իրենց կաջակցի կօգնի շատ ավելի նպատակային մասնակցություն ունենալ իրենց համայնքային կյանքում, չէ՞ որ իրենք էլ իրենց համայնքում այսօր երիտասարդ առաջնորդներն են համայնքի, վաղը այսպես ասեմ, արդեն ավագ սերնդի առաջնորդներն են համայնքի։ Մենք նաև մինչ եթերը սկսելը խոսում էինք այն մասին, որ ծրագրերը բազմաթիվ են եւ կարելի ասել տարվա ընթացքում այդպիսի շրջան չի լինում, երբ արձակուրդում եք դուք, որովհետեւ տարբեր տարիքային խմբերի, մասնագիտական խմբերի համար կան նախագծեր, ինչը հաջորդելու այս համաժողովին, որ մասնագիտական կամ տարիքային խմբին է հետաքրքիր լինելու հաջորդող նախագիծը։ Եվ արդյոք 2026 թվին կլինի դադար եւ կլինի 2027-ին հաջորդ համաժողովը։ Ինչպես նշեցիք, գրասենյակը ամբողջ տարի ունի տարբեր ծրագրեր, որ իրականացնում է եւ ունենք հենց համաժողովների առանձին, այսպես ասած, ձևաչափը։ Ունենք մի քանիսը, ազգային երիտասարդական համաժողովն անցկացվում է 1 տարի դադարով, այսինքն մենք 23 թվականին այցինք հիմա լինելու 2025-ին եւ ունենում ենք նաեւ այդ 1 տարի դադարից հետո մասնագիտական ուղղվածության եւս մեկ համաժողով, որը արդեն ունի տարիքային սահմանափակում, անցած երիտասարդական համաժողովից հետո մենք անցկացրեցինք հայ իրավաբանների համագումարը, իսկ այս տարի նախատեսում ենք մշակութային ոլորտի անել էլի համաժողով։ Իհարկե այստեղ ավելի քանակը փոքր ավելի փոքրաթիվ է։ Ունենք նաև մեծամասշտաբ մեր գագաթնաժողովը, համաշխարհային հայկական, որը եւս
էլի ունի գրեթե նույն նպատակները, այսինքն ստեղծելու Հայաստան-Սփյուռք կապը, միասին միավորվելու ընդհանուր նարատիվների, նպատակների, տեսլականի մեր երկրի զարգացման այս քննարկումները ծավալելու շուրջ եւ ճունի, ինչպես նշեցի, տարիքային սահմանափակում։ Դրանից բացի մենք նաեւ ամբողջ տարի իրականացնում ենք մեր տարատեսակ ծրագրերը, որոնցից են օրինակ Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագիրը, եւ ինչպես գործընկերս նշեց, դրա համար էլ մենք նաեւ կարեւորում ենք երիտասարդական համաժողովի մասնակիցների ընտրության հարցում իրենց հենց հասարակական եւ համայնքային ակտիվությունը, որովհետեւ համաժողովի մասնակիցները հաճախ վերածվում են հենց մեր մյուս ծրագրերի արդեն շահառուների եւ դա էլ հենց արդյունքը ապահովում է թե իրենց կյանքում, թե մեր համաժողովի նպատակների իրականացման։ Եվ այսպես ունենք տարբեր տարիքային խմբերի համար Քայլ դեպի տունը, որը հիմա եւս արդեն ընթացքի մեջ է, որը ամառային ճամբար է մեր ավելի տարիքային փոքր խմբի երեխաների համար, մինչեւ 18 տարեկանների համար։ Շարունակվում են այս բան իգործ ծրագրի հայտերի ամփոփումն է տեղի ունենում եւ ընտրվում են իգործականները, մասնակիցները, որոնք իրենց աշխատանքային գործունեությունը Հայաստանի պետական համակարգում կմեկնարկեն արդեն այս տարվա սեպտեմբերից։ Տարին բուրն է։ Մեր հայրենակիցներին Սփյուռքում բնակվող խորհուրդ տալ, հիշեցնել, որ ակտիվորեն հետևեն Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սոցիալական էջերին, կայքերին, որպեսզի ձեզ հետաքրքրող որևէ նախագիծ, որը գուցե լինի նաև նորություն շատ շուտով, բաց չթողնեք։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Այո, շնորհակալություն ձեր մեծ աշխատանքի համար եւս։ Այո, շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ։